Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Արթուր Հավանեսյանը կալանավորվել է 2 ամսով։ Հավանեսյանը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ, նրա փաստաբանները հայտնել են, որ նա չի ընդունում մեղադրանքը։ Նույն վայրույթի շրջանակներում ձերբակալվել էին Ուժեղ Հայաստան կուսակցության եւս 3 հավաքիչներ։ Քննչական կոմիտեն փաստական տվյալներ է ձեռք բերել այն մասին, որ 2025 թվականի օգոստոսի 14-ին Երևան աշտարակ գլխավոր ավտոճանապարհի դեպի Պրոշյան բնակավայր տանող ճանապարհի կամրջի տակ հանդիպել են ՄԴ-ի եւ ԱՏ-ի կողմնակիցները, որի ընթացքում հնչեցրել են փոխադարձայոյանքներ ու հարվածներ հասցրել միմյանց։ Այնուհետև ԱՏ-ն ապօրինի պահվող հրազենից առնվազն 5 կրակոց է արձակել հակառակ կողմի մասնակիցների ուղղությամբ, որի հետևանքով ՄԴ-ն մահացել է։ ԱՏ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, խափանման միջոցը կալանք։ Ոստիկանները նկատել են, որ կարճատև տեսակցությունների համար նախատեսված սենյակում ազատազրկված անձի հետ հանդիպման եկած քաղաքացին դրսևորում է կասկածելի ու տարօրինակ վարքագիծ։ Տեսանցվող սենյակ այցելելուց հետո քաղաքացու խուզարկությամբ գոտկատեղի հատվածից հայտնաբերվել է 1 փաթեթ, ընդհանուր 41.5 գրամ քաշով։ Պարզվել է, որ փաթեթում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող, տեղնականաչավուն բուսական զանգվածով 2 առանձնացված փաթեթ, եւս 2 փաթեթ 17.2 գրամ ընդհանուր քաշով սպիտակ փոշենման զանգվածներով։ Քաղաքացին ձերբակալվել է։ Ապրիլի 28-ին Իրանի քաղաքացի 35-ամյա Ռասուլն իր վարած Peugeot մագնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց ու մոտ 100 մետր գլորվելով հայտնվել ձորում։ Վարորդը Ռաուլը եւ ուղևորներ Իրանի քաղաքացիներ 27-ամյա Մարիամը, 5-ամյա Ռոբինեսը տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևոր Իրանի քաղաքացի 1-ամյա Իզադին շտապօգնության ավտոմեքենայում գիտակցության չգալով մահացել է։ Ապրիլի 27-ին Երևանի բնակիչ 34-ամյա Լսան իր վարած Տեսլա մագնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին կիսակողաշրջված հայտնվել է ձորակում, բախվելով ծառին, տուժածներ չկան։ Ապրիլի 27-ին Երևանի Գարեգին Դժդեի փողոցում բախվել են մայրաքաղաքի հաշվարկշռում հաշվառված թիվ 53 երթուղի սպասարկող Ժոնգտոնգ մագնիշի ավտոբուսն ու Օփել մագնիշի ավտոմեքենան, տուժածներ չկան։ Ապրիլի 28-ին ահազանգ է ստացվել, որ Ջերմուկի Խաչմերուկից դեպի Սարավան ճանապարհահատվածում ավտոմեքենա է այրվում։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին այրվում է Օփել մագնիշի ավտոմեքենա։ Հրաժեշտ փրկարարները մեկուսացրել ապամարել են կրակը, ավտոմեքենան այրվել է, տուժածներ չկան։ Համենքային ոստիկանության Արտիկի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունը քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության գործընկերների տիրասներից ապրիլի 23-ին պարզվեց, որ փոքր Մանթաշ գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդ նախնական պայմանավորվածությամբ ապրիլի 11-ին Երևանի Ազատության հրապարակում կուսակցություններից մեկի կազմակերպած հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռել է համագյուղացիներից 12 հոգու, այդ թվում անչափահասների, խոստանալով գումար։ Այս գործակն իրականացնելու հարցում 39-ամյա տղամարդուն օժանդակել են ընտանիքի անդամները։ Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ 2 տղամարդու ավտոմեքենաներով նրանք մեկնել են Երևան, մասնակցել հանրահավաքին, իսկ վերադառնալիս 39-ամյա տղամարդը իրենց տան բակում չափահասներին վճարել է 10,000-ական, իսկ անչափահասներին 5,000-ական դրամ եւ խոստացել, որ հետագայում նույնպես կլինի դրամական աջակցություն։ Դեպքին առնչվող 12 անձանցից ընդունվել են նույնաբովանդակ հաղորդումներ, որոնք փոխանցվել են նախաքննական մարմին։ Ընտանիքի 4 անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հատկանիշներով 39-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափաման միջոց կիրառվել է տնային կալանքը եւ բացակայելու արգելքը, նրա մոր եւ քրոջ նկատմամբ վարչական հսկողությունը եւ բացակայելու արգելքը, իսկ ընտանիքի անչափահաս անդամի նկատմամբ դաստիարակչական հսկողությունը։ Նախաքննությունը շարունակվում է։